Երկրորդը գալու վերջի խոսքից մեր մեղադրողի անմեղության կանխավարկածի առումով։ Ուրեմն 7 ամիսը պատվարժան դատարան։ Անմեղության կանխավարկածը կներեք արտահայտությանս համար։ Մեր երկրում բռնաբարվել է բոլոր առումներով, սկսած ազգային ժողովից, վերջացած Պետրոսի հեռուստաընկերությունից, հանրային հեռուստաընկերությունից, ամենավերջին ձևով ու կերպով շշուկ անգամ չի եղել դրա մասին, որ դուք ինչպես եք մարդկանց նույնիսկ ուղիղ միջամտությամբ, հաղորդավարի ուղիղ վկայությամբ ասելով, որ դատարանը հաստատել է ահաբեկչության գործը։ Սա նաև ձեզ է վերաբերում, իմ կարծիքով, որ մարդիկ կարող են վերագրել երևույթներ խախտելով անմեղության կանխավարկածը եւ 18 հարթար մարդկանց ամենավերջին կերպերով ու ձևերով գլխավորությամբ իմ գլխավորությամբ, այսպես ասած, անմեղության կանխավարկածը տրորել են եւ անցել են վրայից։ Հետևաբար այստեղ արդեն անմեղության կանխավարկածի մասին նույնիսկ խոսք չի կարող լինել, որովհետեւ ես անընդհատ ասել եմ այս մասին, բայց որևէ միջամտություն չի եղել, որևէ կերպով սաստել անգամ չի եղել։ Դուք կարող եք ասել, որ դա ձեր իրավասությունից դուրս է, բայց ազդում է թե գործընթացի վրա եւ թե հանրային կարծիքի վրա։ Եվ մենք էլ փակված ենք բոլոր ձևերով, համարժեք պատասխանները չեն կարողանում տալ, կամ էլ թե չէ այդ մարդկանց կերպարները ամբողջությամբ մերկացնել, ստացվում է, որ ինչ է ստացվում է ով ինչ ուզում ասում է անցնում է եւ պատասխանատվություն չի կրում դրա համար, որին մենք համարժեք արձագանքել ենք բնականաբար իրավական ճանապարհով։